Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում մասնակցել է առաջնորդության խաչմերուկներում խորագրով քննարկմանը։ Հարց ու պատասխանի ձևաչափով անցկացված քննարկմանը վարչապետն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, տարածաշրջանում իրավիճակին, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արդեն ձևավորված է խաղաղություն։ Այն իրականություն է, այդ առումով նա բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ջանքերն ու ներդրումը։ Ունենք խաղաղություն եւ դա իրականություն է։ Սա պատմական փոփոխություն է ոչ միայն մեր երկկողմ հարաբերություններում Ադրբեջանի հետ, այլ նաեւ մեր տարածաշրջանի համար ընդհանուր առմամբ, որովհետեւ կարծում եմ առաջին անգամն է, որ մենք ունենք իրական հնարավորություն Հարավային Կովկասում մտնելու տնտեսական համագործակցության փուլ եւ ունենալ ոչ միայն խաղաղ, բայց նաեւ բարգավաճ տարածաշրջան։ Մասնավորապես հաշվի առնելով այն, որ Վաշինգտոնում ընդունված հռչակագրով մենք պայմանավորվածության ենք եկել բացելու տարածաշրջանային կապերը, հիմնված երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության եւ երկկողմանիության սկզբունքների վրա։ Կա նաեւ մեկ այլ սկզբունք՝ միջազգայինորեն ճանաչված սահմանների անկախտելիությունը։ Վարչապետն անդրադարձել է TRIP նախագծին եւ կարեւորել դրա իրականացումը Հայաստանի եւ Ադրբեջանի համար։ Ըստ նրա, տարածաշրջանային կապվածությունը նշանակում է, որ կողմերը հնարավորություն կունենան օգտվել մեկը մյուսի տարածքից ներքին, երկկողմ եւ միջազգային կապի համար, եւ դա նշանակում է, որ Հայաստանի տարածքի միջով կբացվի մի նոր ուղի միջազգային տրանզիտի համար։ Հաշվի առնելով այն, որ այժմ աշխարհն ապրում է մատակարարման շղթայի ճգնաժամ, դա իսկապես կարող է իրավիճակ փոխող հանգամանք լինել միջազգային առևտրի, նաեւ մեր տարածաշրջանի համար։ Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունը մեծ նշանակություն ունեցող քաղաքական իրադարձություն է, որը կարևոր է խաղաղության գործընթացի, նաև հետագա բարեկեցության եւ կայունության համար։ Եվ ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կաջակցի այն, ինչին մենք մինչ այժմ հասել ենք։ Ես կասկած չունեմ, որ Հայաստանի քաղաքացիները կաջակցեն խաղաղության օրակարգին եւ խաղաղության գործընթացին։ Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, հույս ունենք, որ այդ ուղղությամբ եւս առաջիկայում դրական զարգացումներ տեղի կունենան։ Վարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից ի պատիվ Փարիզի խաղաղության 8-րդ ֆորումին մասնակից պետությունների ղեկավարների տրված ընթրիքին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է այցելել Երևան մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը նախատեսված է 2026 թվականին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները մերժման պատճառն այն է, որ երկրների միջև խաղաղության պայմանագիր դեռ չի ստորագրվել, թեև դե ֆակտո խաղաղությունն արդեն հաստատված է։ Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել էր, թե Ալիևին եւ Էրդողանին բանավոր հրավիրել են մասնակցելու հաջորդ տարի Երևանում անցկացվող Եվրոպական գագաթնաժողովին։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը մեկնաբանել է հոկտեմբերի 27-ին ազգային ժողովում բյուջետային քննարկումների մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը խաղաղության մասին։ Ուզում եմ ընդգծել, որ 2026 թվականը վճռական նշանակություն է ունենալու խաղաղության համար, որովհետև հունիսին տեղի ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ եւ այդ ընտրությունները ըստ էության ունեն մի առանցքային հարց, որի պատասխանը պետքա տրվի եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Սա ըստ էության այդ առաջիկա ընտրությունների առանցքային քաղաքական իմաստը եւ նպատակն է, համենայն դեպս կառավարության տեսակետից, բայց ոչ միայն կառավարության տեսակետից։ Պիտի ընդգծեմ, որ հարցը այդպես է եւ կառավարության տեսակետից եւ պատմական տեսակետից եւ բոլոր հնարավոր մյուս տեսակետներից։ Առերևույթը խաղաղության կոչ է իրականում մաքուր քաղաքական մանիպուլյացիա եւ ընտրական շանտաժ։ Փաշինյանը հասարակությանը փորձում է համոզել, թե խաղաղությունն ընտրությամբ ձեռք բերվող արժեք է, սակայն իրականությունը բոլորովին այլ է, շարունակում է քաղաքագետը։ Բարի 20-ի կողմերը, բայց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չկա, Հայաստանի շրջափակումը շարունակվում է, ռազմագերիները շարունակում են մնալ Բաքվում, թռիփի եւ սահմանազատման հարցերում կողմերի դիրքորոշումները մնում են արմատապես տարբեր։ Այս պայմաններում խոսել խաղաղության մասին, որպես արդեն ձեռք բերված արդյունք, պարզապես ինքնախաբեություն է, իսկ քաղաքական առումով ընտրական շանտաժ։
Եթե մեզ չընտրեք, կգլորվենք դեպի պատերազմ։ Եթե Փաշինյանի վստահության աղբյուրը Թրամփի վկա լինելն է, ապա այդ հույսը ոչ միայն ռիսկային է, այլև խոցելի։ Թրամփի հիմնական ուշադրությունն այժմ ուղղված է Մերձավոր Արևելք, որտեղ նրա խաղադրույքներն անհամեմատ մեծ են, քան Կովկասում։ Ավելին, նույնիսկ հենց Մերձավոր Արևելքում Թրամփի խաղաղության պլանը վտանգված է Իսրայելի կոշտ դիրքորոշման պատճառով։ Այս պայմաններում ակնկալել, թե վկա Թրամփը կարող է ապահովել Հարավային Կովկասի կայունությունը, պարզապես քաղաքական միամտություն է։ Ավելին, Վաշինգտոնի առաջնահերթ գործընկերը Կովկասում հենց Ադրբեջանն է, եւ այդ հանգամանքը Փաշինյանի Թրամփյան խաղաղության ցանկացած հույս դարձնում է պատրանքային։ Նա խաղաղությունը վերածել է ընտրական գործիքի, սեփական իշխանությունը պահպանելու համար, սակայն իրական խաղաղությունը չի կարող պատկանել մեկ կուսակցության կամ մեկ մարդու։ Խաղաղությունը կառուցվում է պատասխանատվությամբ, ոչ թե վախով։ Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. 2025 թվականի հոկտեմբերի 16-ին հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարեց քննչական խմբի միջնորդությունը մեկ ամսով երկարաձգելով ազգային բարերար գործարար Սամվել Կարապետյանի կալանքը։ Դատարանը կրկին արձանագրել էր, որ Սամվել Կարապետյանին դեռևս հուլիս ամսին մեղսագրված տնտեսական բնույթի արարքներում բացակայում է հիմնավոր կասկածը։ Քննչական խումբը ոչ թե կարճել էր այդ վարույթը, այլ իբր նոր տվյալներով ներառել միջնորդության մեջ։ Ավելին, դատարանը գտավ նաև, որ բացակայում է 25 թվականի հոկտեմբերի 7-ին ներկայացված տնտեսական բնույթի նոր մեղադրանքում նույնիսկ հիմնավոր կասկածը։ Դատարանը չնայած դրա անհնարինությանը հաստատված էր համարել միջնորդության այն մասը, որը վերաբերում է հայտնի հարցազրույցը որպես իշխանությունը բռունցությամբ զավթելու կոչ որակելուն։ Դատարանը փաստացի արձանագրել էր, որ քրեական վարույթն այս մեկ ամսվա ընթացքում կամ պետք է ուղարկվի դատարան, կամ պետք է կարճվի։ Դատարանի նշված որոշման դեմ փաստաբանական խմբի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք դեռևս 25 թվականի հոկտեմբերի 24-ին։ Անհրաժեշտ է համարում նաև հանրության համար բացահայտել, որ վճռաբեկ դատարանը հանդես է եկել իրավական նորարարական մեխանիզմով, ըստ որի նախորդիվ կայացված կալանքի երկարաձգման դատարանների որոշումներում արկա իրավական դիրքորոշումների դեմ գլխավոր դատախազի տեղակալի բողոքը ընդունել է վարույթ։ Իսկ մեր կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը, որը վերաբերում էր 2 ամսով կալանքի երկարաձգման ապօրինության ու որոշմանը մի շարք իրավական հիմնավորումներով չի ընդունել վարույթ։ Վճռաբեկ դատարանում արդարադատության իրականացումից հրաժարվելու եւ քաղաքական հետապնդման պայմաններում այդ գործողություններին առանձին անդրադարձ կկատարվի։ Անհրաժեշտ է նշել նաև, որ 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը հոկտեմբերի 16-ից վերստին ապահովում է հստակ եւ վճռական անկործություն, չկատարելով որևէ վարույթային գործողություն։ Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը կատարվող իբր գործողություններն ընդհանրապես դուրս են իրավական տրամաբանությունից, քանի որ քաղաքական հետապնդման պատնեշը դեռևս չի հաղթահարվել։ Սամվել Կարապետյանի մասնակցությունը մեր երկրի կայացմանն անգնահատելի է լրագրողների հետ զրույցում ասաց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նրա խոսքով Կարապետյանը Հայաստանի անկախությունից ի վեր իր նպաստն է բերել երկրի կայացման գործին։ Ինչ վերաբերում է գնալ օգնել բան, դա կլինի, որ իմ հարցը մնա անձնական։ Կա վախենում եք, կարող է մտածել։ Ձեզանից վախենում եմ, բայց ուրիշ ոչ մեկից չեմ վախենում։ Մեզանից ինչ եք վախենում։ Բայց ամբողջ աշխարհը գիտի, որ ոչ մեկից չեմ վախենում։ Մենակ ձեզանից եմ վախենում։ Պարոն Աբրահամյան, բոլորին անհասկանալի ու առեղծված մնաց։ Ինչպես ստացվեց Հովիկ Աբրահամյանի մանումենտի առանձնատունը, կալանքի տակ գտնվող առանձնատունը մեկ գիշերվա մեջ իշխանությունների սրտի գործարարին Նարեկ Նալբանդյանին վաճառվեց։ Ոնց է։ Գիշերվա մեջ չի եղել, ցերեկն է եղել։ Գործի ժամին այդ հարցը դիտում եք իրենց։ Դες օրինակ ԱԱՑ-ն զբաղվում է դրանով, ձեզ երբևիցե հրավիրել են հարցակնությամբ։ Ինչու ԱԱՑ-ին չեք ասում։ ԱԱՑ-ին հարցում ենք, ասում են ըստ էության նախաքննություն են տանում, դե հիմա ըստ էության քննչական կոմիտեում են։ Դե բավարարվեք դրանով։ Հա, մեզ համար Մարդիկ նորմալ պատասխանում են։ Մարդիկ կալանքի տները 100 տարի պարոն Աբրահամյան մնում են, բայց չեն կարողանում մարդիկ որևէ տունը։ Բայց վաճառվեց իշխանության սրտի գործարարին, այստեղ այ։ Ունեք ձեր համաձայն չեմ, որ ինքը իշխանության սրտի գործարարն է։ Գայել եք դուք այդ մարդու վրա, դուք բերում եք մի բան, ինչ ոչ վաճառվեց։ Ինչպես վաճառվեց կալանքի։ Այն ժամանակ կալանքի տակ չի եղել։ Եթե կալանքի տակ լիներ, նման գործակ չէր լինի։ Հիմա այսօր ես մի ձեր հետ մի երկար խոսեմ, որ դուք հասկանաք, որ ես նորից մտածում հաստատեմ, որ ես ոչ մեկից չեմ ախենում, բացի ձեզանից։ Եվ որովհետև մի տեղ չի եղել, որ ես իմ վախը ցույց տամ, կամ վախենամ ինչ-որ մի բան կարծիք հայտնելուց։ Հիմա ուզում եմ ձեզ կարճ կոնկրետ ասեմ։ Ինչ որ գործեր ընթանում եմ այդ կապած ասեցի, որ իրականության այդ աղեր շունի, իսկ ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, դա մեր ընտանիքի խավորն է, դա խավորությունի սրբություն է եւ որևէ մի ժամանակ
Ես չեմ ներվել, որ Սամվել Կարապետյանի արած դրական գործերը, որ իննպաս մեր երկրին ծառայել է իր գործունեությամբ, հաստատում, հիմա էլ եմ հաստատում եւ ասել եմ ձեզ, դուք անցած անգամ չեք ուզում դրա մասին խոսեք, ասել եմ, որ յուրաքանչյուր ապօրինի գործունեություն ժամանակին դա ուրեմն քննադատելու եւ պատժվելու է։ Կառավարությունը հաստատեց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու մասին նախագիծը Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հայտարարեց, որ նպատակահարմար է գտնվել շարքային կազմի 24-ամյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 18-ամյա ժամկետով, որոշումը կտարածվի 26 թվականի հունվարի 1-ից հետո։ Ներկայումս շրջանառության մեջ գտնվող 25 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու մասին կառավարության որոշման նախագծով նախատեսվում է ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրման բուն գործընթացն սկսել 26 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 25 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։ Նշեմ, որ ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիների վրա։ Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման եւ ընդլայնման ուղղությամբ կատարված եւ շարունակական աշխատանքների շնորհիվ, ինչպես գիտենք, մի շարք օրենսդրական նախաձեռնություններ են տեղի ունեցել, ունենք Պաշտպան հայրենիաց ծրագիրը, ատեստավորման համակարգն է ներդրվել եւ այլն, եւ միայն այս պահին կարող եմ այդ թիվը հնչեցնել, որ Պաշտպան հայրենիաց ծրագրի շահառուների թվաքանակը կազմում է 4220 եւ ինքը աճի միտում ունի։ Այն զինծառայողներն են ժամկետային, ովքեր պայմանագիր են կնքել Պաշտպանության նախարարության հետ եւ իրենք դառնալու են պայմանագրային զինծառայողներ 5 տարվա ծառայության ժամկետով։ Կցանկանամ հավելել, որ բացի կառավարության 2021-26 թվականների ծրագրում ընդգրկված լինելուց, սույն նախաձեռնության մասին արձանագրվել է նաև Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման ծրագրում եւ խնդրում եմ հավանության արժանացնել եւ նաեւ այս նախագծի ընդունումը համարել անհետաձգելի։ Շնորհակալություն։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հայտարարությամբ է հանդես եկել։ Եկեղեցու նկատմամբ Հայաստանի իշխանությունների կողմից չընդհատվող հալածանքները վերջին օրերին արտահայտվեցին անօրինական նոր դրսևորումներով։ Արագածոտնի թեմի Հովհանավանքում Սուրբ Պատարագի նվիրական անվան ներքո իրականացված սրբապիղծ բավականացումից հետո իրավապահների անմիջական մասնակցությամբ եւ խոչընդոտող խմբերի ներգրավմամբ բռնազավթված է Հովհանավանքը, որի հետևանքով խաթարվում է տեղում ծառայության նշանակված Տեր Սարգիս Քահանա Սարգսյանի եւ Տեր Մանուկ Քահանա Զեյնալյանի հոգեվոր ծառայությունը։ Միաժամանակ խոչընդոտող խմբերի կողմից սպառնալիքներ ու բռնության կոչեր են հնչում ծառայության նշանակված հոգեվորականների նկատմամբ։ Հարկ ենք համարում արձանագրել, որ իշխանությունների հովանավորմամբ Հովանավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են, չունեն հոգևոր որևէ արժեք եւ անվավերել, իսկ Հովանավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հետամուտ է լինելու օրինական բոլոր ճանապարհներով Հովանավանքի նկատմամբ իր իրավունքների վերականգնմանը, խղճի ազատության դեմ ոտնձգությունների հետևանքների վերացմանը, հավատացյալների հոգևոր կանոնական կյանքի պաշտպանությանը եւ եկեղեցականների բնականոն ծառայության ապահովմանը։ Աղոթում ենք, որ ամենակալ Տերն ապահով ու անվտանգ պահի մեր երկիրը եւ անսասան մեր Սուրբ եկեղեցին, ասվում է հայտարարությունում։